Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալի նկարահանումները դեռևս շարունակվում են և հենց այս փուլն այն փուլն է, երբ ճշմարտությունը ոչ միայն բացվում է, այլ նաև սկսում է հարվածել յուրաքանչյուր կերպարի հոգուն։ Թվում էր, թե նրանք պատրաստ էին այսօրվան, թվում էր տարիների ընթացքում արդեն հաշտվել էին այն մտքի հետ, որ Անգելինան մի օր իմանալու է ամեն ինչ, բայց ճշմարտությունը, երբ վերջապես դառնում է իրականություն, շատ ավելի ծանր է, քան նրանք պատկերացնում էին։ Ավագն այս ծանր լարվածությունից, ընտանիքի վեճերից, Անգելինայի ցնցումներից ու տունը գլխիվայր դարձրած բացահայտումներից հայտնվում է հիվանդանոցում։ Սթրեսը, վախը, ապագայի անորոշությունը նրա համար չափազանց մեծ են դառնում, և այս պահը ցույց է տալիս, որքան խորն էր այս ընտանիքի կեղծիքի ճահճում և որքան ցավոտ է դուրս գալ այդ ճահճից։ Անգելինան միշտ էլ Վիկտորիային ու ավագին սիրել է որպես ընտանիք, և հիմա նա հանկարծ կանգնած է երկու հայրերի միջև։ Մեկի՝ Սոսի, որը զոհաբերել է իրեն, լռել, կորցրել է աղջկան, բայց նա տեղյակ չի եղել, որ աղջիկը ողջ է ու վերջերս է իմացել այդ մասին, և մյուսի՝ ավագի, որն ամբողջ կյանքում պահել ու մեծացրել է իրեն։ Այս հակադրությունն այնքան ուժեղ է, որ հեռուստադիտողները չեն կարողանում չզգալ Անգելինայի ցավը։ Երբ Սոսը խոսում էր Անգելինայի հետ որպես հայր, առանց մեղադրելու, առանց ճնշելու, առանց պահանջելու, նրա խոսքերը դարձան սերիալի ամենահուզիչ պահերից։ Շատերն անվերապահորեն նշում են, որ Արտաշես Մխիթարյանը պարզապես գերազանցել է ինքն իրեն, փոխանցելով մի հոր ցավ, որը տարիներ շարունակ կորցրել է իր երեխային ու հիմա փորձում է պարզապես գոյատևել այդ ցավի մեջ։ Աննան վերջապես տեսնում է այն, ինչ Սոսը տարիներ շարունակ փորձում էր բացատրել. Միքայելը ոչ թե ընտանիքը պահում էր, այլ պահում էր Աննային իր կողքին։ Նրա բոլոր քայլերը, բոլոր ստերը, բոլոր խարդավանքները ծառայել են մեկ նպատակին, որ Աննան չմիանա Սոսին։ Ու հիմա, երբ ամեն ինչ բաց է, Աննան փորձում է խոսել Սոսի հետ, փորձում է բացել իր հոգին, բացատրել անցած տարիների զգացմունքները, պայքարը, խառնաշփոթը, բայց Սոսի համար արդեն ուշ է։ Նա սպառվել է, հոգնել է, կոտրվել է։ Աննայի տարիների անվստահությունը, տարիների լռությունը, տարիների պաշտպանությունը Միքայելի հանդեպ նրան վերջնականապես հեռացրել են, հատկապես վերջին իրադարձություններից հետո, ու երբ կամրջի վրա Աննան փորձում է հետ բերել Սոսին, ասել, որ նրանք գտել են իրենց կյանքում ամենակարևոր մարդուն, վերջին րոպեներից պարզ է դառնում, որ Սոսն ուղղակի Աննային թողնում է այնտեղ կանգնած ու հեռանում է։ Սոսը հեռանում է, թողնելով Աննային մենակ տարիների ափսոսանքի, մեղքի ու կորցրած սիրո հետ։ Սոսի հեռանալը սերիալի հերթական ծանր ճգնաժամն է։ Աննան, ով վերջապես հասկացավ, որ Սոսը միշտ ճիշտ էր, հիմա կանգնած է ճշմարտության առաջ, բացարձակ մենակ։ Նա կորցրել է Սոսին, կորցրել է վստահությունը Միքայելի նկատմամբ, կորցրել է որդուն, նա կորցրել է իր կյանքի հիմքը, և ամենացավոտը՝ նա տարիներ շարունակ եղել է ստի զոհը։ Այժմ Աննան փորձում է ինչ-որ բան վերադարձնել, բայց արդեն ուշ է։ Սերը, որ տարիներով խեղդվել էր անվստահության ու խանդի մեջ, այլևս չի վերադառնում։ Թվում էր ամեն ինչ ավարտվում է, թվում էր այսքան բացահայտումներից հետո սերիալը պարզապես կավարտվի, բայց Դիանա Գրիգորյանը նորից ապացուցում է, որ ինտրիգները վերջ չեն ունենում։ Ավագը հիվանդանոցում է, Անգելինան կոտրված, Աննան մենակ է մնացել իր սխալների հետ, Սոսը հեռացել է, բայց արդյոք վերջնական։ Սա այն փուլն է, երբ բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց ոչ ոք չի կարողանում ապրել այդ ճշմարտության հետ, և հենց այստեղից սկսվում է պատմության ամենածանր, բայց նաև ամենահետաքրքիր շրջանը։ Իսկ եթե դուք էլ եք ցանկանում մասնակցել այդ հետաքրքիր շրջանի գաղտնիքների բացահայտմանը, ապա անպայման միացեք մեր ալիքին։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրել. Արդյոք Աննան ու Սոսը կհաշտվեն։ Հեռուստադիտողների կարծիքներն այս առումով ևս բաժանված են երկու մասի։ Մի մասը կարծում են, որ Սոսն ու Աննան պետք է միասին լինեն ու իրենց դստերը պաշտպանեն։ Մյուս մասն էլ կարծում են, որ Սոսն ու Աննան միասին չպետք է լինեն, քանի որ ամեն դեպքում Սոսը 25 տարիներ շարունակ խաբել է Աննային։
Բայց սցենարիստն հավանաբար իր պլաներն ունի, որի մասին կտեղեկանենք մի փոքր ավելի ուշ, բայց ամենահետաքրքիրն է կատարվում հեռուստասերիալում։ Հեռուստադիտողները հիացած են Արամի խաղով։ Արամն այն կերպարն է, որ հեռուստասերիալի հենց սկզբում գրավեց հեռուստադիտողների սրտերը, ու երբ հիմա գիտի, որ Անգելինան իր քույրն է, արդեն եղբայրական սիրով է սիրում, և ինչպես ավագն է ասում, Անգելինան դեռ փոքրուց երազում էր եղբայր ունենալու մասին, և այժմ նրա երազանքը կատարվել է։ Նա ունի եղբայր, բայց ոչ մեկը, նա ունի երկու եղբայր՝ Արամը և Դավիթը։ Իհարկե, Ավագի և Վիկտորիայի համար դժվար է հասկանալ այն, ինչ կատարվում է իրենց շուրջ։ Այսքան տարիներ նրանք Անգելինային տվել են այն սերն ու ջերմությունը, որի կարիքը նա ունեցել է։ Բայց այսօր նրանք կանգնած են վախի առաջ, որ կկորցնեն իրենց դստերը։ Բայց Աննան, Սոսը, Անգելինան երբեք նրանց մենակ չեն թողնի։ Ամեն դեպքում այդ սերը կիսվելու է, ու այդ կիսված սերը նրանց հանգիստ չի տալիս։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին, գրեք մեկնաբանություններ բաժնում և նշեք, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում այս հեռուստասերիալում։